Սրանք ես վարժության ամենատարածված երկու սխալներն են, որոնք քո տրիցեպսի աճին խանգարելու են։ Առաջինը, երբ թողում ես, որ արմունկը չարժվի վարժության ընթացքում ու առաջ գա։ Այս հնարավորությունը տալիս մեջքի լայնագույն մկանները ու ուսի հետևի դելտան օգտագործել, որպեսզի քաշին իներցիա հաղորդես։ Ու հա, սրա շնորհիվ կկարողանաս ընդհանուր ավելի շատ քաշ օգտագործել, բայց այս մենակ խանգարելու է քո տրիցեպսի աճին։ Դրա փոխարեն պատկերացրու, որ արմունկդ մեխել են մարմնիդ կողքին, ու որ այն չես կարա շարժես ոչ առաջ, ոչ հետ, այլ մենակ կարաս ծալես։ Երկրորդ սխալը այդ ուսի շարժելն է։ Երբ քաշը շատ ծանր է, մենք սկսում ենք ուսով ներքև հրել այն, որպեսզի իներցիա հաղորդենք ու աջակցենք տրիցեպսին։ Բայց կրկին ստեղ նույն դեպքն է։ Այս թույլ է տալիս ավելի շատ քաշ օգտագործել, բայց մենակ խանգարում է տրիցեպսի թիրախավորելուն։ Ու նաև տեխնիկայի standardization-ին։ Որպեսզի այս վարժությունը մաքսիմալ օպտիմալ լինի տրիցեպսի աճի համար, ձեր ուսը դեպի ներքև քաշեք ու ձիգ պահեք ֆիքսված դիրքում։ Իսկ արմունկը անշարժ պահեք մարմնի կողքին, առանց առաջ ու հետ անելու։ Կարաք բռնվեք ու գոտի օգտագործեք հավելյալ ստաբիլության համար։ Ամբողջովին կենտրոնացեք մենակ արմունկը բացելու վրա։ Տեխնիկան պահեք նույնը նույնիսկ երբ պատկազին մոտ եք։ Մոտեցման վերջին կրկնությունները առաջինից պետք է տեխնիկայի առումով չտարբերվեն, այլ պետք է մենակ դանդաղ են։ Կարելի է նաև անել մեկ ձեռքով տրիցեպսում ավելի բարձր ակտիվացիայի մակարդակի հասնելու համար, ու այս նաև կարող օգնի ստաբիլության հարցում, քանի որ ընդհանուր օգտագործած քաշը ավելի քիչ կլինի։